Պարոն Հովհաննիսյան, նմանատիպ քանի համաձայնագիր ունեն Հայաստանի Հանրապետությունը այս պահին վավերացրած քանի երկրի հետ, 21 հարց, որտեղ իրապես կարևոր համաձայնագրեր են կրկնակի հարկումը բացառելու, երկրորդ հարցը վերաբերում է ընդհանուր նմանատիպ համաձայնագրերի գործարկմանը, օրինակ եկամտահարկի մասով։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկը եւ նաեւ մի շարք երկրներում, հատկապես այն երկրներում, որտեղ ավելի շատ արտագնա աշխատանքային միգրանտներ ունենք, այդտեղի եկամտահարկը կառուցվածքով եւ դրույքաչափով էապես իրարից տարբեր են, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական փոփոխությունների արդյունքում եկամտահարկը միացվեց պարտադիր գոյություն ունեցող սոցիալական վճարին եւ դարձավ մեկ միասնական հարկ, բնականաբար բարձրացավ դրա նաև դրույքաչափը։ Հիմա կարեք օրինակ կոնկրետ բերեք, ենթադրենք Ռուսաստանի Դաշնության եկամտահարկի հետ համեմատությամբ, այսինքն սրա արդյունքում ստացվեց, որ Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկի դրույքաչափը ներառելով նաև այլ հարկատեսակ ավելի բարձր է, քան այդ համեմատվող երկրներում հիմնականում, որոնց հետ ունենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր։ Հիմա այս մասով խնդրում եմ նաև մեր հանրության համար պարզ ասեք, թե ասենք օրինակ նման համաձայնագրեր ունեցող երկրներում աշխատող արտագնա միգրանտները այդ երկրներում եթե կան եւ աշխատում են, եթե ստանում են այնտեղ եկամուտ, ապա ինչ հարկային պարտավորություններ կարող առաջանա Հայաստանի Հանրապետությունում իրենց արտագնա աշխատանքից ստացած եկամուտների գծով։ Շնորհակալություն, կարևոր հարց եք տալիս։ Ուղղակի ասեմ, որ 2024 թվականին այսպիսի համաձայնագիր ստորագրել ենք նաև Ճապոնիայի հետ, թե մինչև այսօր ում հետ ունենք եւ ես կխնդրեմ նաև այդ ձեր հարցի հետ կապված պարոն Ալավերդյանը, ով որ մեր հարկային քաղաքականության վարչության պետն է, ինքը ավելի մանրակրկիտ այդ դետալներին անդրադառնա։ Շնորհակալություն, առաջի հարցի հետ կապված նշեմ, որ ունենք 51 երկրի հետ արդեն վավերացված եւ գործող համաձայնագրեր, այս համաձայնագիրը եւ Ճապոնիայի հետ համաձայնագիրը ստորագրված են վավերացման process-ների մեջ են, հավանաբար այս տարվա մեջ կավարտենք Հոնկոնգի դեպքում իրենք արդեն ավարտել են վավերացման process-ը, այս տարվա մեջ մենք էլ ավարտելու դեպքում եկող տարվանից ինքն էլ ուժի մեջ կլինի։ Ճապոնիան էլ մեր պայմանավորվածություններով այս տարվա ընթացքում վավերացումները կավարտենք իրենք գոնե խոստացել են, որ կավարտեն, հուսով ենք եկող տարվանից ճապոնական համաձայնագիրը եւս կգործի, ընդհանուր կունենանք այդ դեպքում 53 ստորագրված եւ ավերացված միջազգային գործող միջազգային կրկնակի հարկում բացառող միջազգային պայմանագրեր։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, նշեմ, որ ֆիզիկական անձանց եկամուտների հարկման դեպքում կախված երկրի օրենսդրությունից բնականաբար եւ կրկնակի հարկում բացառող համաձայնագրի դրույթներից գործում է այն սկզբունքը, որ եթե եկամուտ ստացող քաղաքացին անձը պահպանում է օրինակ Հայաստանի դեպքում Հայաստանի ռեզիդենտությունը, Հայաստանը շարունակում է պահպանել իր համաշխարհային եկամուտներից իր հարկման իրավունքը բնականաբար նվազեցնելով այլ երկրներում այդ եկամուտներից վճարված եկամտային հարկը, Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկից նվազեցնելով այլ երկրներում հաշվարկվող եկամտային հարկը, այստեղ կախված երկրներից բնականաբար պետք է դիտարկել երկրներում գործող դրույքաչափերը, երկրներում գործող հարկային բեռը, որտեղ գիտեք շատ երկրներում պրոգրեսիվ դրույքաչափեր են գործում եկամտային հարկի եւ հավանաբար ամենայն հավանականությամբ Հայաստանում գործող 20% դրույքաչափը գերազանցելու է արդյունավետ։ Ես խոսում եմ երկրների մեծամասնության մասին, Ռուսաստանի դեպքում ճիշտ է, նույն նոմինալ եկամտային հարկի դրույքաչափը այնտեղ եւս պրոգրեսիվություն կա, բայց սկսում է, եթե չեմ սխալվում, 13% դրույքաչափից եւ վերջերս կատարված փոփոխություններով իրենց մոտ աճում է 20 եւ ավել դրույքաչափ գործող եւ դա նշանակում է, որ այնտեղ վճարված հարկերը եւ նաեւ ռեզիդենտության կանոններից կախված այնտեղ որոշակի առանձնահատկություններ կան։ Մեր դիտարկումներով այնտեղ վճարված հարկերից հետո եթե անձը պահպանում է Հայաստանի ռեզիդենտություն ըստ Հայաստանում վճարվելիք հարկ չի առաջանում, որտեղ իրենց դրույքաչափը բարձր է լինում Հայաստանում գործող դրույքաչափից։
իրենց հարկման կանոնների մեջ սա քննարկել ենք նաև ռուսական գործընկերների հետ եւ միության գործընկերների հետ այսպիսի երևույթ ստանում ենք հենց կոնկրետ Ռուսաստանի Դաշնության դեպքը եթե դիտարկելուց լինենք Արձագանքում եք պարոն։ Խնդիրը այդ մեխանիզմը, որ դուք ներկայացրիք, այդտեղի խնդիրը ես շատ հստակ ներկայացրեցի, մենք նաև կարծեմ առիթ ունեցել ենք միասին հանրայինի եթերով սա քննարկելու, տեսեք, դուք ասում եք որպես կառավարություն, որ մարդիկ պետք է համընդհանուր հայտարարագրեն իրենց եկամուտները եւ այդ հայտարարագրի մեջ պետք է նշեն նաև օտարերկրյա պետություններում ստացած օրինակ որպես ֆիզիկական անձ իրենց աշխատավարձը, լավ, կամ այլ նման դրան հավասարեցված եկամուտ։ Հիմա խնդիրը գիտեք որտեղ է, ոչ թե որ վատ է այս կրկնակի հարկումը բացառել, ընդհակառակը դա լավ է։ Խնդիրը նրանում է, որ Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ կոչվածը, որը նաև նման անվանում ունի այդ երկրներում, որոնք մեր գործընկերներն են այս համաձայնագրի շրջանակներում, նույն բանը չեն։ Այսինքն հիմա դուք որ ասում եք 13% եւ 13%-ը նաև պրոգրեսիվ աճում է, այդ 13%-ից բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում, վճարում է նաև պարտադիր սոցիալական վճարներ։ Այդ պարտադիր սոցիալական վճարները եթե գումարես այդ 13%-ին, այդ մարդու համար էլ Հայաստանում այս սկզբունքի ներքո հարկ չի առաջանա, որտեղ այնտեղ արդեն ավելին քան 20% վճարած կլինի։ Հիմա դուք այդ նկատի չեք առնում, չնայած իմանալով, վստահ եմ ինձանից լավ իմանալով, եւ վերում եք այդ մարդուն ասում եք կգաս, ենթադրենք 7% էլ հարկ քո ստացած եկամտից արտագնա աշխատանքի մեկնող հարգելի քաղաքացի կվճարես Հայաստանում։ Սա ոչ միայն արդար չի, ազնիվ չի, այլ նաև հակասում է այս ձեր կողմից ներկայացված համաձայնագրերի բնույթին եւ տրամաբանությանը։ Սա է խնդիր, սա պետք է լուծենք եւ ոչ թե Չինաստանն ու Ռուսաստանը պետք է լուծի այդ խնդիրը, այլ պետք է լուծի Հայաստանի Հանրապետությունը։ Եվ դրա լուծման կան ամենատարբեր տարբերակները, որոնց մասին անընդհատ խոսում ենք, բայց անընդհատ այդ խնդիրները գնում են եւ մնում են։ Սա ստացվում է բնույթի մեջ ունենալ համաձայնագիր կրկնակի հարկումը բացառող, բայց նորից կրկնակի հարկել փաստացի, ում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որը չգտնելով Հայաստանում աշխատանք, աշխատում է արտագնա եւ ստեղծում է եկամուտ, այստեղ էլ իրականացնում է սոցիալական ծախսեր, լուծում է նաև պետության չիրականացրած մի շարք խնդիրներ իր ուժերով։ Աշխատում է, որ աղքատ չապրի, բայց չի աշխատում, որ անընդհատ հարկ տա, կրկնակի հարկվի, չնայած ունենալով նաև այդպիսի հարկ չվճարելու իրավական հիմք, որը դուք այսօր ներկայացնում եք Չինաստանի հետ։ Սա է խնդիրը պարզ, թե չմնացած ինչքան էլ փորձենք վարժ այսպես այն կողմից գալ, այս կողմից գալ, մեկ այդ խնդիրը չի լուծվում։ Թույլ տակ տեսեք դուք ճիշտ եք նկատում, որ ֆիզիկական անձինք իրենց եկամուտները անվանական ստանալուց հետո տարբեր երկրներում տարբեր վճարումներ են կատարում եւ այդ վճարումների կառուցվածքում որպես կանոն երկու աստիճան է՝ եկամտային հարկ կոչեցյալը եւ սոցիալական վճարներ։ Եկեք ուղղակի չմոռանանք, որ սոցիալական վճարները դրանք հարկի պես անհատույց վճարներ չեն։ Դրանք վճարում են քաղաքացիները այն երկրներում, որտեղ աշխատում են եւ բնականաբար լինելով սոցիալական վճար ստանում են այդ երկրներից կենսաթոշակ կամ այլ նման սոցիալական ապահովության ծրագրերից օգտվելու առողջապահական ծրագրերից օգտվելու իրավունքներ։ Ու կենսաթոշակայինի դեպքում մենք ունենք կենսաթոշակային այլ սոցիալական վճար կոնցեպտը, որը այդ կենսաթոշակային խնդիրները կարգավորել նպատակով դուք ինձանից լավ գիտեք, եւ հետեւաբար եւ ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկան այնպեսին է, որ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերը գործ են ունենում միայն հարկ տեսակի, վճարատեսակի հետ։ Այս առումով իրենք համաձայնագրերը ծածկում են միայն այդ վճարատեսակները։ Ինչ վերաբերում է նրան, որ քաղաքացին օրինակ Ռուսաստանում վճարել է այլ միգուցե ավել դուրիքաչափով, հաստատ ավել դուրիքաչափով սոցիալական վճարներ կամ կենսաթոշակային վճարներ եւ որոնք մասնակից դառնան մեր հարկման համակարգին, ուղղակի չմոռանանք, որ այդ վճարատեսակներից իրենք իրավունք են ստանում Ռուսաստանից օրինակ կենսաթոշակ ստանալու եւ այդ կենսաթոշակները, որոնք
արդեն եկամուտ են ստացման պահին, այդ դրանց հարկման հետ կապված հարցերը կարգավորվում են համաձայնագրով։ Այսինքն դրանք անհատույց վճարատեսակներ չեն ըստ էության մեծամասնական դեպքերում եւ դրա համար ինքը հարկային այս կարգավորումների ծածկույթում եւ հարկից նվազեցումների համակարգում չի աշխատում։ Ընդունված միջազգային պրակտիկա է ուղղակի։ Շնորհակալություն։ Այս համակարգը աշխատում ամբողջ աշխարհում։ Շնորհակալություն, ես մի բան էլ հավելացնեմ, քանի որ պարոն Ավետիսյան նաև հայտարարագրման համատեքստում խոսեցիք, մենք ունենք կարգավորում, ըստ որի դրսից ստացված եկամուտների համար տարեկան մինչև 12 միլիոն դրամի չափով մենք ընդհանրապես փաստաթղթեր չենք պահանջում, այսինքն միջինացված ամիսը մինչև 1 միլիոն դրամի դեպքում պետությունը քաղաքացու հետ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով, որով ընդունվել է հայտարարագրման համակարգը եւ արդյոք օգտվելով մի բանի մասն էլ տեղեկացնեմ, քանի որ այդ մասին անցաչափած շատ տարածվեց, չնայած հետո հերքվեց, բայց ամեն դեպքում շատերի մոտ տպավորություն կա, ուրեմն պարոն Ավետիսյանը ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որով ըստ էության առաջարկում է չեղարկել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, ու քանի որ ցանկացած նախագիծ կառավարությունում քննարկվում է ու կառավարության եզրակացությունն է ստանում ու քանի որ այդ եզրակացությունը ներկայացնողը ֆինանսների նախարարությունն էր, մամուլում այնպես է ներկայացել, որ ֆինանսների նախարարը հանդես է եկել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը չեղարկելու նախաձեռնությամբ, այսինքն պարոն Ավետիսյան, ձեր նախաձեռնությունը վերագրել են ֆինանսների նախարարությանը, դրա համար ես ուզում եմ պարզաբանել, որ ֆինանսների նախարարը ներկայացրել է կառավարության դիրքորոշումը, որը բնականաբար բացասական է, բայց դե ամեն դեպքում նախագիծը քննարկվելու է հարգելի գործընկերներ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, մեծ սիրով կլսենք պարոն Ավետիսյանի հիմնավորումները եւ ըստ այդմ որոշում կկայացնենք։ Եթե այլ հարցեր կան, խնդրեմ, Չինաստանի հետ կապված։